Ծաղկաշատ գյուղն է գեղեցիկ բնաշխարհով։ Շրջապատող անտառների, մաքուր օդի ու հյուրընկալ մարդկանց շնորհիվ այստեղ եկողները մի տեսակ դժվարությամբ են հեռանում գյուղից։ Այս ամենը սակայն բարեհաջող կերպով գյուղ հասնելուց հետո միայն։ Ծաղկաշատ տանող ճանապարհներն անբարեկարգ են։ Մենք հիմնական խնդիրներ չունենք։ Ճանապարհները հիմնականում ով է ելնում։ Ծաղկաշատի գյուղապետ Հրաչիկ Պարանյանի խոսքով գյուղապետարանի շուրջ 8 միլիոն դրամ կազմող բյուջեով հնարավոր չէ ճանապարհները բարեկարգել։ Ճանապարհների հենապատերի ամրացման աշխատանքներ դեռևս 2000 թվականին են կատարվել։ Վերջին անգամ մասնակի շինարարական աշխատանքներ կատարվել են 2013 թվականին։ Մեջլումյան բալերնա ինքնիչ օգնել, ինքն է վերանորոգելու, ոչ մեկը։ Պետականորեն ոչ մեկը չի աջակցել մեր ճանապարհներին։ Գյուղի խնդիրները գրեթե անանցանելի ու անբարեկարգ ճանապարհ ունենալով չեն սահմանափակվում։ Ծաղկաշատցիներին գյուղից քաղաք հասցնող տրանսպորտային միակ միջոցը ՈՒԱԶ մագնիշի ավտոմեքենան է, որը գյուղից Ալավերդի երբեմն էլ Վանաձոր շաբաթական 2-ից 3 անգամ է գնում։ Տրանսպորտ ունենք, շաբաթական 2 անգամ գնում է։ Այնքան խնդիրներ կան գյուղում։ Մամաս 100 տարեկան կնիկա, դեղ չունի քաղաք դիմ գնալ, որ ընդյան դեղ մի բան առնում բերեմ։ Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին տիկին Ամալիային գյուղում շատերն են սպասում։ Նա քաղաքի հետ հաճախակի կապ ունեցող եզակի գյուղացիներից մեկն է։ Մանրածախ առևտրով է զբաղվում։ Գյուղացիներն իրենց զանազան կարիքների համար հենց տիկին Ամալիայի օգնությանն են դիմում։ Առևտուր եմ անում, փոխանակում եմ անեմ գյուղի ելածը տանում եմ վաճառում, իրանց ինչ անհրաժեշտ է բերում։ Մարդկանց ճաշաց ու կոֆե, պեսոկ, ինչ որ իրանց անհրաժեշտ է, գյուղում դեռ խանութ չկա։ Մանեխ Լոպուզյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։